Երկու տարվա վաղեմության 2024-ի հունիսի 12-ի այս դեպքերը ուսումնասիրող փաստահավաք խումբ կստեղծվի։ Ոստիկանների գործողություններից տուժած ցուցարարների պատմությունները, որ այդպես էլ իրավական հետևանք չունեցան, խումբը կհավաքի ու կուղարկի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետներին, ասում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ։ Փաստահավաք խմբում կլինեն Տաթևիկ Սողոյանը, Բագրատ Սրբազանի գործով մյուս փաստաբան Հովանես Խուդոյանն ու Լիդիա Մանթաշյանը, որ այս գործով կալանավորված էր։ Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականի պահանջով ցույցն ազգային ժողովի հարակից տարածքում առաջնորդում էր Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Ցույցը, որ ընթանում էր ազգային ժողովի նիստին զուգահեռ Սիրահարների այգու մոտ, որտեղ քաղաքացիներ ու երեխաներ էին զբոսնում, ոստիկանները ցրեցին լուսաձայնային նռնակներով ու ուժով, չհերքեցին, որ արգելված Զարյա 3 տեսակի նռնակել է կիրառվել։ Այդ գործողությունների հետևանքով վնասվածքներ էր ստացել 100 մարդ։ Քրեական գործով որևէ իրավապահ մինչ այս պահը մեղադրյալի կարգավիճակ չունի, ազատությանը հայտնեցին քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, որ անցել է 2 տարի այդ իրադարձություններից, այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, մոտ 1 ամիս էլ չի տևել երևի թե քննությունը մարդկանց գործերը ուղարկել են դատարան զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց այդ նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առայսօր քննությունը շարունակվում է։ Չնայած այդ օրերի բուռն քննադատություններին, որ ոստիկանները իրավաչափ չեն գործել ու մարդկանց ծանր վնասվածքների մասին փաստող տեսանյութերին, վարչապետ Փաշինյանը նույն օրը ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում եւ ինչպես նախկինում հետագայում էլ առավել սկզբունքայինները իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան։ Իսկ ինչու 2 տարի անց որոշեցին քաղաքացիների ոտնահարված իրավունքների հարցը հասցնել միջազգային հեղինակավոր փորձագետներին։ Փաստաբան Սողոյանն ասում է, որ սրա նպաստել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետների կարծիքը Բագրատ Սրբազանի գործով։ Պաշտպանական կողմներ միջազգային գրասենյակ դիմել, վերջերս են նրանց գրությունը ստացել։ Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը եւ 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հեղինակավոր փորձագետները արձանագրել են, որ ազգային ժողովի հարակից տարածքում ուժի գործադրումը կարող է դիտարկվել որպես կյանքի իրավունքը հարգելու պարտավորության խախտում։ Միջազգային իրավունքի խախտում կարող են լինել նաև հարուցված քրեական գործն ու սրբազան պայքարի անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումները, ընտրված խափանման միջոցները։ Ու ամենակարևորը չի պատասխանել կառավարությունը այդ հարցերին։ Ո՞րն էր եղել այդ լուսաձայնային նռնակը կիրառելու անհրաժեշտությունը։ Արդյոք այդ լուսաձայնային նռնակը անվտանգության կիրառման կանոն ունեցել է, պայման ունեցել է, դրանք բավարարված եղել են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից այս գրությունը մայիսին են Հայաստանի կառավարության ուղարկել ու հարցեր ուղղել։ Արդյոք իրավապահները քննել են ուժի գործադրման միջադեպը, ինչ արդյունքներ են եղել ու ինչ են արել իշխանությունները նման դեպքերը կանխելու համար։ 2 տարի է անցել այս վայրագությունից, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ամենածանրը այս ձեռքիս վնասվածքն է, զրկվել եմ 3 մատից ամբողջությամբ, դաստակի կեսից ու այն էլ ինչ որ մնացել է կիսաաշխատունակ վիճակում է, էլ այսպես ասեմ։ Հունիսի 12-ին ծանր մարմնական վնասվածք էր ստացել Եսայի Քարամյանը։ Լուսաձայնային նռնակից մատներն են կտրվել, դաստակի մի մասը ու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ Ես այս ձեռքով շատ սահմանափակ բաներ կարող եմ անել, որտեղ այս ձեռքս կարելի ասել համարյա չկա։ Եսայի Քարամյանին քննիչները մեկ անգամ են հիվանդանոցում հանդիպել, մեկ անգամ էլ ուղարկել են բժշկական փորձաքննության ու դրանից հետո ասում է հարցաքննության էլ չեն կանչել։
ու այդ առաջի ու վերջի անգամն է եղել, որ ինձ հարցակննել են կամ այս գործը կապված ընդհանրապես որևէ բան անստացի։ Աջ ձեռքից գրեթե զրկված Քարամյանը փաստահավաք խմբից մի ակնկալիք ունի, որ միջազգային փորձագետների արձագանքից գոնե գործը տեղից շարժվի ու մեղավորները պատժվեն։